The Assembly will now hear an address by His Excellency Serge Sargsyan, President of the Republic of Armenia. I request protocol to escort His Excellency. On behalf of the General Assembly, I have the honor to welcome to the United Nations His Excellency Serge Sargsyan, President of the Republic of Armenia, and to invite him to address the General Assembly. Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ, հարգելի պարոն գլխավոր քարտուղար, տիկնակ եւ պարոնայք, ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկության համար բեկումնային իրադարձությունների, առաջին աշխարհամարտի 100-ամյակի եւ գալիք տարի նշվելիք երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի ժամանակահատվածում։ Շուրջ 7 տասնամյակ առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Միացյալ Ազգերի կազմակերպության առաքելությունն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակույթի ձևավորումն էր, որը կբացառեր անցյալի ողբերգական էջերի կրկնությունը։ 2015 թվականը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար։ Ապրիլի 24-ին աշխարհասփյուր հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի սպանդի եւ հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չստիացած վերք։ 1915 թվականի ցեղասպանությունը քաղաքակրթության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ելույթ ունենալով այս բարձր ամբիոնից, որը ես կոչեի պատվո եւ պատասխանատվության ամբիոն, բարձրաձայն ասում եմ. շնորհակալություն Ուրուգվայ, Ֆրանսիա, Ռուսաստան, շնորհակալություն Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, շնորհակալություն Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, շնորհակալություն Լիբանան, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, շնորհակալություն հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար, անկախ այդ ճանաչման ձևաչափից եւ օգտագործված ձևակերպումներից, շնորհակալություն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք վստահորեն իրուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում։ Դա իսկապես խիստ կարևոր է, քանզի ժխտում ու ցեղասպանության հանցագործության փուլերից մեկն է։ Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուր հայությունը, այլև ողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը եւ ճանաչելու հայոց ցեղասպանությունը, դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից։ Ավաղ, փոխարենը հնչեցում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին
խեղաթյուրում անցյալի իրադարձությունները։ Հայաստանը երբևէ հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում։ Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են, սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը։ Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը, Ազատ Արցախը հայերը հանձնեն Ադրբեջանին։ Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ։ Գրողի ծոցը վավերացնեք։ Ժողովրդական լեզվով արտահայտած այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկեորեն բացատրում է, հայրենիքը սուրբ է եւ ձեր առուծախը հեռու տարեք մեզնից։ Նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը։ Այսօր էլ բոլորիս աչքի առջև են Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, երբ կրոնական եւ ազգային փոքրամասնությունները դառնում են ատելություն դավանող խմբերի թիրախ։ 2 օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատվեց եւ պայթեցվեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեծ եղերնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց նահատակած հայկական եկեղեցին։ Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող։ Սիրիայում եւ Իրաքի հյուսիսում ստեղծված աղետալի իրավիճակն հագնանում է օր-օրի եւ այսօր արդեն ուղղակի վտանգի տակ են 100,000-ավոր խաղաղամարտիկ, այդ թվում նաեւ Ալեպի տասնյակ հազարավոր հայերը։ Սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու մեր համատեղ հանձնառությունների շրջանակում։ Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության եւ Իրաքի հյուսիս-արևմուտքում բնակվող եզդի բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը եւ քաջալերված ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում։ Համաշխարհային խաղաղության եւ անվտանգության պահպանությունը մեր կազմակերպության ստեղծման եւ գոյության իմաստն է։ Վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն ամրապնդել է իր խաղաղապահ կարողությունները, նախապատրաստելով մեր երկրի առավել ընդգրկուն ներգրավումը միջազգային խաղաղության եւ կայունության ապահովմանը։ Շատ մոտ ապագայում հայ խաղաղապահները կտեղակայվեն նաեւ Լիբանանի հարավում, ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող UNIFIL առաքելության շրջանակներում։ Դա հնարավոր դարձավ մեր իտալացի գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Վստահ եմ, որ հայ զինծառայողները արժանապատվոր են եւ բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացնեն իրենց առաքելությունը, օգտագործելով նաեւ արդեն 1 տասնամյակի ընթացքում Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում ձեռք բերված հարուստ փորձը։ Հարգելի գործընկերներ, արդեն 20 տարուց ավել է, որ Ղարաբաղյան հակամարտության արդար եւ խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են մեր հարևանի ապակառուցողական եւ առավելապաշտական կեցվածքի պատճառով։ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը։
Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպես թիվ 1 թշնամի, իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում դիտարկվում է որպես հերոսություն։ Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է, միջազգային հարաբերություններում հետևողականորեն առաջ են մղվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշումը։ Օրեր առաջ Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետևողականորեն դառնում էթնիկ խնդիրների խաղակարգավորման կարևորագույն իրավական գործիչներից մեկը։ Եվ պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղակարգավորման ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հենասյունը ևս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է։ Տիկնակ եւ պարոնայք, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, չեն կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից պատերազմի տարիներին ընդունված 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում։ Խոսքն այն բոլոր 4 բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային եւ անվերապահ պահանջ նշվում էր ռազմական եւ թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից։ Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը։ Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակչությանը, տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական եւ բարոյական նորմերը։ Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հողում է կատարում այդ բանաձևերին, ընտրողաբար համատեքստից կտրված մեկնաբանում դրանք, որպես խնդրի կարգավորման նախապայման։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի համարժեք մեկնաբանումը անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման։ Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը, հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը։ Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում։ Ադրբեջանի նախագահը իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով, սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ։ Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում Լեռնային Ղարաբաղի հետ, որն ի դեպ 1994 թվականի հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որն իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում։ Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ։ Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր շարունակել ազդեցություն գործադրել Լեռնային Ղարաբաղի հայության վրա հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է և նաև դրա շնորհիվ 1994 թվականին կնքվել է զինադադար։ Բոլոր բանաձևերում Լեռնային Ղարաբաղը հստակորեն
ճանաչվել է հակամարտող կողմ։ Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնարար պահանջները, այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը։ Իդեպ, այս պահանջը ևս պարբերաբար և կողքորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերեվարած հայերի, խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և ամարտկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում։ Թեև կարծում եմ զարմանալն ավելորդ է, չէ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկում ճնշումների և ամարտկային վերաբերմունքի, դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի գտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը պաշտոնական Բաքվի կողմից դրսևորված վարքագծի հետևանքով։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ 2 տասնամյակ է, ինչ զբաղվում է Ղարաբաղյան հիմնախնդրով միջազգային հանրության կողմից ստացված մանդատով։ Ադրբեջանը հարգիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ, փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը։ Դրանք կատարյալ անհեթեթություններ են, իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ, իդեմս արաբական աշխարհի կամ օրինակ մեր անմիջական հարևան Իրանի։ Տիկնայք և պարոնայք, բարձր գնահատելով ՄԱԿ-ի անփոխարինելի դերը կայուն զարգացման նպատակների մշակման և իրականացման գործում, վստահ եմ 2015 թվականից հետո զարգացման նոր օրակարգի միջոցով շարունակենք հազարամյակի զարգացման նպատակներից բխող գլոբալ խնդիրներին լուծումներ գտնելու ու մարտահրավերներին դիմակայելու մեր ջանքերը, սահուն անցում կատարելով դեպի կայուն զարգացման նպատակներ։ Եզրափակելով ընդգծեմ, որ ՄԱԿ-ի շրջանակներում մենք միասին զգալի ճանապարհ ենք անցել հետ 2015 թվականի զարգացման օրակարգի ձևավորման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր գործադրել, ճկունություն ցուցաբերելով այդ գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Շնորհակալ եմ։ On behalf of the General Assembly, I wish to thank the President of the Republic of Armenia for the statement just made. May I request representatives to remain seated while we greet the President.